Արմավիրցի Ժիրայր Աբրահամյանը նկարիչ է, նաև Արմավիրի ակտիվ քաղաքացիներից է, քաղաքական անցուդարձին հետևում է ուշադիր, այդ թվում նաև սոցիալական ցանցերով։ Հիասթափված է մինչ օրս առաջադրված կուսակցություններից ու դաշինքներից ծրագրային առաջարկներ չի լսել, փոխարենը վիրավորական բառակույտ, միմյանց հասցեին եւ հասարակությանը մոլորեցնող մի շարք կեղծ խոսույթներ։ Թեկնածուները ծրագրեր չեն ներկայացնում, չեն խոսում գոյություն ունեցող խնդիրներից, բացի գոյություն ունեցող խնդիրներից խոսում են ամեն ինչ, դրա մեջ նաև միտում դիտավորություն կա, շատ լավ գիտեն, որ ազգաբնակչությունը իրազեկ չի խնդիրներից, դե պրոֆեսիոնալ չեն, ազգաբնակիչը որտեղից իմանա, թե ինչ է կատարվում, թեկուզ համայնքում, որտեվ խնդիրները այնպիսին են, որ մարդը եթե մասնագետ չի, ուրեմն չի կարող տիրապետել իրական վիճակին։ Ժիրայր Աբրահամյանը 1996 թվականին առաջադրվել եւ ընտրվել է Արմավիրի ավականու անդամ, 2018-ին առաջադրվել է Արմավիրի քաղաքապետի թեկնածու, բայց հաջողություն չի ունեցել։ Ժիրայրն ասում է, այդ ժամանակ ազգաբնակչությանը ներկայացնում էր իր նախընտրական ծրագիրը, հիմա իրավիճակը փոխվել է։ Իսկապես շատ ամոթ է, սեփական ժողովրդին խաբեն քվեստանան, դա նշանակում է, որ իրանք ազնիվ նկատառումներով չեն գնում ազգային ժողով կամ ավականի կամ այն աշխատանքին, որով գնալու են ընտրություններից հետո, քվեստանալուց հետո։ Իրանց միտումները այլ են, քան ներկայացում են։ Հայ-թուրքական սահմանի բացումը կխլի գյուղացու վերջին հույսը, գյուղատնտեսությունը կհայտնվի կործանման եզրին, այս ձևակերպումը վերջին ամիսների քննարկվող թեմաների թոփ հնգյակում էր։ Մարգարայի բնակիչներն ասում են, եթե սահմանը բացվի, ջերմատներում բանջարեղեն աճեցնելը անիմաստ կլինի։ Ձեռ չի տալու, ստե աշխատել ապրելը։ Գյուղացիների ջրաղացին ջուր են լցնում նաև ակտիվ քարոզիչները, առանց վերլուծության ու հաշվարկների։ Քարոզարշավի օրերին բազմիցս հնչեցին, եթե հայ-թուրքական սահմանը բացվի, գյուղացին չի կարող մրցել թուրքական էժան բանջարեղենի հետ, գյուղացիներն էլ կրկնեցին։ Ինձ թվում է ներքին շուկային, այսպես ասած, մանավանդ ջերմոցային տնտեսության վրա ազդեցություն կունենա բացասական, որովհետև այնտեղ արտադրությունը ու աշխատուժը էժան է, մեր մոտ բավականին թանկ է։ Այս չհիմնավորված արտահայտությունը ակտիվ շրջանառվեց Արմավիրի մարզի շատ սահմանամերձ համայնքներում, օրինակ Թուրքիայի հետ առևտրի բացումը կարող է մեծացնել ներմուծումը, հատկապես սպառողական ապրանքների ոլորտում, իսկ տեղական արտադրողները կարող են խնդիրների առաջ կանգնել։ Սա շահարկման վատ թեմա չէր գյուղացիների եղած մտավախությունը խորացնելու համար, միևնույն ժամանակ հնչում էին հակառակ պնդումներ, որ մրցակցությունը կարող է գներն իջեցնել եւ շուկան աշխուժացնել։ Սահմանների բացումը կստեղծի լայն հնարավորություններ տնտեսության զարգացման հեռանկարներ։ Օրինակ Ժիրայր Աբրահամյանը այդ հարցում զուգահեռ դատողություններ է անում, գնահատում եւ լավը եւ վատը։ Սահմանի բացումը, որպես այդպիսին աշխարհում, ինչ խոսք, լավ է, թող աշխարհի բոլոր սահմանները բաց լինեն, ժողովուրդները կօգտվեն, այստեղ խնդիրը կազմակերպիչների մեջ է, որոնք կարող են այլ լույսի ներքո կամ այլ ճանապարհներով այդ խնդիրները լուծեն եւ նորից, ասենք, գյուղացին մնա դատարկաձեռն, քաղաքացին մնա անպաշտպան եւ այլ։ Մինչև քաղաքական կուսակցությունները փորձում էին չհիմնավորված տեղեկություններ տարածել, մյուսները դրանց հաշվին բոնուսներ հավաքել, գյուղացիներին մտահոգում էր հետևյալ հարցը. ձևավորվող կառավարությունը ունի հստակ ծրագրեր, պատրաստ է աջակցություն ցուցաբերել արտադրողին։ Վախ տարածելը հեշտ է, տնտեսությունը զարգացնելու մասին բացատրելը դժվար։ Վստահեք ձեր ներքին ձայնին, մի տրվեք կեղծ նարատիվներին։